ընդդիմադիր անդամ Սուրապ Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Այսօր Գյումրիում ինչ տեղի ունեցավ, ամփոփենք ձեր քաղաքական ուժի դեմ բռնաճնշումներ են տեղի ունեցել, 12 համակիր էր ձերբակալվել, ինչ մանրամասներ կան, նորություններ։ Տեսեք, նախ այս ՔՊ-ի կողմից արշավը ոչ միայն մայր Հայաստանի դեմ էր, այլ բոլոր ընդդիմադիր 4 ուժերի դեմ է եղել հերթականությամբ, այսօր հերթը հասել էր Մարտուն Գրիգորյանին եւ Կարեն Սիմոնյանին։ Ես կարծում եմ, որ գարնանային սերացումներ է ՔՊ-ի մոտ, որովհետեւ գիտեք ինչ կա, իրանց գունագեղ դաշինքների վրա չեն հարձակվում են մենակ ընդդիմադիրների եւ այնպիսի շինց ու կեղծ մեղադրանքներ, հասկանում եք, նաև բարոյական սահմանից դուրս էր, երբ որ կնոջ աղջկան վերցնում են վախի մթնոլորտով, փորձում են տեղափոխել Երևան, հասկանում եք, անընդունելի է ուղղակի։ Եվ խոսելով նաև ընդդիմադիր այլ ուժերի հետ, հասկացա, որ իրանք էլ պնդում են, որ գործը շինծու է ամբողջությամբ։ Փորձում են կեղծ ընտրակաշարք բաժանող ձևանալ, բայց այնից իրանք ընտրակաշարքը ամբողջ պետական մեխանիզմն է։ Հետ էլ չասենք, որ նախկինների հետ շատ սերտ կապ ունեցող օլիգարխներ այսօր հովանավորում են իրանց սարիկին։ Նայեք, դեպատ է այսօր տեղի ունենալու եւ կարծիք կա, որ այս ամենը իրականացվել է իշխանության կողմից, որպեսզի այդ դեպատի ժամանակ կարողանան հակադարձել ընդդիմությանը։ Ինչ է կարծում, նախ Սարիկ Մինասյանը կմասնակցի ձեր թեկնածու Կարեն Սիմոնյանի հրավիրած դեպատին։ Ես նախ խորհուրդ կտամ Լեննականցի Սարիկին կամ նախկինների Սարիկին սեփականաշնորհած ՔՊ-ի կողմից վաղ բռնողի մոտ մի հատ գնա, նոր գնա այսօրվա դեպատին։ Իրանց սցենարներից մեկը նաև այն էր, որ այսօր դեպատի ժամանակ փորձեն բոլոր ուժերին պիտակավորել ընդդիմադիրներին, բայց առավել քան վստահ եմ, որ ընդդիմադիրներից Վարդան Ղուկասյան, Ռուբենը Մխիթարյան, Մարտունը Գրիգորյան եւ Կարենը Սիմոնյան քարը քարի վրա չեն թողնի։ Ուղղակի փոշիացնեն ԿՊ-ին։ Իմ տպավորությունը այսօր որ ման եմ գալիս Գյումրիի փողոցներով, գյումրեցիները, խանութի աշխատողները ասում են մեր Սարիկը չի, արդեն Սարիկին անուն են կպսրել իրանք, համապատասխան անուն, որ չի կարելի մարդկանց բռնել տալ, եւ Սարիկ չի կարելի մարդկանց բռնել տալ։ Նաև հաճախ իշխանական թևը եւ լրատվամիջոցները, պնդում են, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, նշանակում է, որ իշխանության գալու են նախկինները։ Ինչպես եք մեկնաբանում այս պնդումները, նախկիններով վախեցնելու իշխանության գործընթացը դեռ շարունակվում է։ Տեսեք, նախկիներով վախեցնելու թեզը հոտս է ցնդել։ 7 տարի իրանք իշխանության են, այսօր նախկին հենց իրենք են, կոնկրետ իրենք են։ Այստեղ գյումրեցիները իրենց ընտրությունները կատարում են իրենց նախկին քաղաքապետի, իրենց падգամավորի գործող, իրենց կողմից սիրված պրոդյուսեր, ստեղծագործ տղայի, իրենց կողմից ստիպված գործարարի միջև, բայց նաև ասեմ, էլի ՔՊ-ն որ խոսում է նախկինների ժամանակ մենք ունեցել ենք հաղթանակած պետություն, մենք չենք ունեցել լրացուցիչ 7 միլիարդ պարտք, որը որ իրանք լրացուցիչ բերեցին մեր երկրի վրա, չենք ունեցել այս ձևով նվաստացած երկիր, ունեցել ենք արժանապատիվ քաղաք, հասկանում եք, հիմա քաղաքացի, հիմա ինչ եք կարծում օրինակ համար քաղաքացին ու միջև ընտրություն պիտի կատարի։ Ես առավել քան վստահ եմ, որ այդ նախկիների կեղծ թեզը, կեղծ օրակարգը չի գործում։ Դա վաղուց իրեն սպառել է, որովհետև Երևանի քաղաքապետարանն ապացուցել է ամենաուժեղ թալանչիներն են իրանք, ամենաուժեղ իրար մեջ անողներն են իրենք, ամենաուժեղ հովանավորչությունն է իրանց մոտ գնում։ Հասկանում եք, բացահայտ կոռուպցիոն դեպքը ցույց է տալիս միլիարդավոր դրամների մի հատ գործ չեն արիցում։ Փորձվեմ ես հանգարց Facebook-ի մեջում մի հատ քննադատական խոսք ասեմ ՔՊ-ի ասեն, կբռնեն քրեական գործ կառուցեն, բայց ասում ես օրինակ ավտոբուսի շոֆերների աշխատավարձը գրել եք 700,000, բայց 550,000-ը ոնց այլ մի հատ քրեական գործ չի արիցում։ Հետևաբար ամենալավ նախկիններ, ամենալավ թալանչիներ այսօր իրենք են։ Նաև կարծիք կա, որ Գյումրիից է սկսվելու Հայաստանի ներքաղաքական հետագա զարգացումները եւ շատ բան է կախված այս ընտրությունից։ Ինչու է նման կարծիք ձևավորվել եւ արդյոք համաձայն եք այդ կարծիքին։ Տեսեք, իմ համար ինչու է նաև այդ կարծիքը այդպեսին, որովհետեւ այն շրջանից, երբ որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հրաժարվեց Արցախից, վերջնականապես վախեցավ անունը տալ, սկսեց ամեն կերպ նվաստանալ Ալիևի մոտ, այդ ամենից հետո առաջին ընտրությունն է եւ առաջին անգամ պիտի Հայաստանի քաղաքացին իր կարծիքը արդի նաեւ իր դիրքորոշումն արտահայտի ՔՊ-ի վերաբերյալ։
Դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ Գյումրիից պետք է սկսվի, ինչպես նաև կա այն թեզը, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլել Գյումրիից, նաև այսօր են Գյումրիից քայլելով, քայլ կատարելով ԿՊ-ի տապանակարը դնելու են Գյումրիում։ Ես նաև իմ ցանկությունն է այս պարագայում, որ քաղաքացիները ճիշտ ընտրություն կատարելով ազգային արժանապատվության վերականգնման առաջի քայլը կատարեն։ Եվ վերջում ինչ կոչ ունեք անելու գյումրեցիներին, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ու են ուզում ընտրել։ Սիրելի գյումրեցիներ, իմ կոչը ձեզ հետևյալն է. ԿՊ-ն չարիք է դարձել մեր երկրի գլխին, մեր բնակչության գլխին եւ իրենց շարունակելու պարագայում էլ ավելի վատ վիճակի մեջ կլինենք, սա իրենց բյանը լեզու է դնելու, որպեսզի իրանք ավելի պորոտախոս դառնան եւ առաջի քայլը որ պետք է անեք, պետք է մերժեք ԿՊ-ին։ Ինչպես նաեւ պետք է մերժեք նրանց գունագեղ դաշինքին, եվրո դաշինքին, որը կեղծ ընդդիմադիր է խաղում, դա ապացուցել է նաեւ Երևանում, որովհետեւ իրանք ընդդիմադիր ձայնի քվեները վերցնում են, գնում են դառնում են ԿՊ-ի հետ մեկ մարմին, մեկ հոգի եւ սկսում են թալանել ժողովրդին։ Ես կոչ եմ անում գյումրեցիներին, որպեսզի իրենք ճիշտ ընտրություն կատարեն եւ 4 ընդդիմադիր տեխնացուների մեջ կատարեն ճիշտ ընտրություն։ Միանշանակ պետք է ընտրություն կատարեք 4 ընդդիմադիրների մեջ եւ ես առավել քան վստահ եմ, որ Գյումրիից կսկսվի փոփոխությունը։ Սիրելի գյումրեցիներ, տեսեք Երևանում ինչ է կատարվում, ինչ թալան է կատարվում, տեսեք սիրելի գյումրեցիներ, թե օրինակի համար 7 տարվա մեջ ԿՊ-ի ժամանակ մեկ շենք չի կառուցվել, որպեսզի աղետի գոտին վերջ դնեն, Գյումրիի հետ կապված մեկ քայլ չեն կատարել, այս հատվածը որտեղ որ մենք կանգնած ենք, սիրելի գյումրեցիներ, պետք է լավ հիշեք, որ դա նախկինների այսպես ասած կատարված առաջի քայլն է եղել։ Կարեն Կարապետյանի ծրագիրն է եղել, որին անմիջական մասնակից եղել եմ նաև ես եւ իմ ընտանիքը, քանի որ ես Շիրակի դաշտավայրի թոռ եմ նաև, ասեմ, եւ ծրագիրը կար ամենանվազագույն, այնտեղի ասֆալտը պետք է լիներ կարմիր, ինչպես Սան Ֆրանցիսկոյում էր։ Սրանք եկան ամեն ինչը փոխեցին եւ այդ պայմանագիրը կապված է եղել, եթե չեմ սխալվում, 15 թե 16 թվականից։ Եվ իրենք Գյումրին զարգացման համար ոչինչ չեն արել։ Ուստի սիրելի գյումրեցիներ, եւս մեկ անգամ կոչ եմ անում ձեզ մերժել ԿՊ-ին եւ գունագեղ դաշինքին, ես այդ դաշինքի անվանումը դրել եմ գունագեղ դաշինք, այդ եվրադաշինքը որ կա, անհասկանալի կերպարներ եւ ճիշտ ընտրություն կատարեք ընդդիմադիր տեխնացուների օգտին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Աննա, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Երևանի ավականու անդամ Հայր Հայաստան դաշինքի